Դեկտեմբերի 12-ին Հայաստանի զինված ուժերում զինծառայողը գլխի շրջանում հրազենային վնասվածքեր ստացել եւ մահացել։ Մանրամասների ու պատճառների մասին պաշտպանության նախարարը տեղյակ չէր։ Միայն ասաց, որ դեպքը տեղի ունեցել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում։ Հարցը քննչական կոմիտեի տիրույթում է եւ նոր բան նախաքննության շահերից ելնելով ես ասել չեմ կարող։ Սահմանին սակայն ըստ Պապիկյանի վիճակը հանգիստ է։ Հիմա պաշտպանության նախարարի տեղեկացմամբ զինված ուժերում խնդիրը քամին ու բուքն է։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաեւ ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Մեր բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են եւ բանակային դիրքեր տանող ճանապարհները ամեն ինչ արվում է, որ մշտապես բաց լինեն։ Ավելի ուշ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը հոդվածով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ազգային ժողովի կողմից Պապիկյանն ազգային ժողով էր բերել պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամսից 18 ամիս դարձնելու վերաբերող նախագիծը։ Այդ որոշումը կտարածվի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Օրենքի նախագիծը այն կարևոր մասերից է, որը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելու։ Պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ փոփոխությունների ընդունմամբ կկրճատվեն նաև պարտադիր ծառայության կազմակերպման ծախսերը, սկսած 2027 թվականի երկրորդ կիսամյակից։ Սա պայմանավորված է նրանով, որ 2026 թվականի հունվարից սկսած ծառայության ժամկետը կավարտվի 2027 թվականի հուլիսին։ Ընդդիմությունը նախագծում անհամապատասխանություններ է տեսնում։ Գործում է եւս մեկ օրենք, Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, այդ բանակից խուսափածների, որոնք վճարման դեպքում ինչ որ ժամկետներ են, բայց այդ օրենքը շարունակելու է գործել, որտեղ նշված է 24 ամիս։ Այսինքն բազմաթիվ օրենքներում անհամապատասխանություն է։ Ոնց են հասցնելու, որ բոլոր օրենքները համապատասխանեցվեն այս ձեր ներկայացրածին։ Հնարավորինս արագ կարող ենք դա փոխել, եթե նման հարց է ծագել։ Խորհրդարանական դիմությունը նաև իշխանությունների մեղադրում է, որ նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները ավելի շատ նախընտրական քարոզչություն են, եւ որ իշխանությունները մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն ամեն հնարավոր միջոցներով ու եղանակներով փորձում են բարձրացնել իրենց ժողովրդականությունը։ Այն, որ սա նախընտրական գործողություն է, նախընտրական քայլ է, դա նույնիսկ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այս նախաձեռնությունը նախընտրական չի հաստատ։ Ինչքան էլ մենք ասենք, դուք ասելու եք նախընտրական է։ Կարճ քննարկումներից հետո ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Այն ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։